փաստացի իշխանությունը չի հաջողվում իրականացնել իր տված խոստումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ հաշվի առնելով նաեւ ընդդիմության այն բոլոր բարձրաձայնումները կապված Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության, այդ թվում եւ տնտեսական, սա ենթադրում է, որ եթե ընդդիմության մեկ բառով նկարագրենք, իր ասածը Նիկոլ Փաշինյանը ցախողել է։ Հետևաբար հարց է առաջանում, ընդդիմությունը նախաձեռնելու է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ։ Իմպիչմենտի անվստահության գործընթացը խորհրդանական այն գործիքներից մեկն է, որը մի կարևոր պահի կարող է գործածել։ Այս պահին ես դժվարանում եմ դրա մասին որոշակի ժամկետային կտրվածքով խոսել, որովհետև դա միայն կախված չէ սուտ խորհրդանում ներկայացված ընդդիմադիր կամ ընդդիմադիր տարբեր ուժերի դիրքորոշումներից, դա նաև մեծ առումով կախված է նաև փողոցում արկա իրավիճակից եւ բնականաբար որևէ ձևով որևէ մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ կետում անհրաժեշտություն կառաջանա կամ բարենպաստ դաշտ կձևավորի այդ գործընթացի համար։ Ինքը կարևոր գործիք է, կիրառելի գործիք է, բայց դրա հետ կապված պետք է լինի նաև այլ գործոնների արկայություն, որոնք հնարավորություն կտան ոչ միայն բուն նախաձեռնություն դրսևորել, այլ նաև ունենալ արդյունավետ ելք։